Ողջույն բոլորին, եթերում կրկին The Point-ն է, այսօր հետաքրքիր թեմաներ ունենք խոսալու, ես ու Հայկը, բարև Հայկ ջան, ոնց ես հիբրիդային պատերազմների զոհ դարել ես, թե չէ։ Հիբրիդային պատերազմների էլեմենտների Դու զոհ դարել ես հիբրիդային պատերազմների։ Չէ, անձամբ ես չէ, բայց կուսակցական մակարդակով ոնց որ թե սկսվել է արդեն այդ հիբրիդային հարձակումները, միշտ մտածում եմ ինչա հիբրիդային պատերազմը, ես մի քանի օր ոնց որ զգում եմ ինչա հիբրիդային պատերազմը արդեն։ Ուզում ես այդ թեմայից սկսենք, հա, մենք երկար ժամանակ չենք խոսացել, նաև ողջունենք մեր լսարանին։ Հա, արի մի քիչ հիբրիդային այս պատերազմից խոսենք, որը մղվում է Հայաստանի Հանրապետության հանդեպ ու մղվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, այս արդեն մենք այն փուլում ենք, որ այդ անունները տալուց չպետք է խուսափենք, էլի։ Չէ, կամ եթե խուսափենք, մեկը մեր հանրությունը գիտի, չէ, ում կողմից։ Իհարկե գիտի, ընդամենը կարանք այդ մարդկանց անունները չտան, որ զուտ տենց դատի չտան, ասեն ապացուցեք, բան հավես չկա, հենց ապացուցվող process-ը, բայց հավես չկա, էլ այդ դատարանների քաշքշուկներին տեղից էլ այդ դատական համակարգից ստերից չէ, ստեղներս է հասե արդեն։ Բայց խոսք եմ տալիս ընտրություններից հետո, երբ ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կհաղթի, եւ մենք չենք ունենա նախկին իշխանություններին վերադարձ, այդ ժամանակ նաև կբացահայտենք 21 թվականի խորհրդարանը, եթե չենք ունենա, 21 թվականին ընտրված խորհրդարանը։ Ես էլ եմ համոզված այդ դրանում, բայց արի այդ խոսքը տանք, որ կունենանք լրիվ այլ դատական համակարգ, որովհետև արդեն զզվել ենք էլ այս վիճակներից, որ մարդ կոնկրետ կարա ինչ-որ պետական գույք փչացնի, մարդուն զրպարտի, բան, ու ասենք այն հույսով դատի տաս, որ ինչ-որ ես ավելի մեծ բան ասեմ, արի խոսք տանք մեր ժողովրդին, որ ընտրություններում հաղթելուց հետո մենք չենք ունենա, օրինակ, լրատվականների նման կարգի անորակություն, որ ով ինչ ուզի խոսի առանց ինչ-որ պատասխան տալու, որովհետև մեր հանրությունն էլ տեսնում է լրագրողական եւ լրատվական դաշտը ինչ աղետ է ուղղակի Հայաստանի Հանրապետությունում եւ չենք ունենա քո ասած հիբրիդային էլեմենտները, ունենալուց էլ առնվազն օրենսդրական մակարդակով պետք է կարգավորել դրանք, որպես այդ մարդիկ օրենքով պատասխան տան, ոչ թե ընկնել դատարանների կամ բանի դռները։ Դե ում պատժվեն, որտեվ հանուն անկեղծության ես խոստովան եմ, էլի ասենք, դժվար չի այդ ձևի կերպարներին ծեծել բառը չեմ ուզում օգտագործեմ, այս պատժելը, բայց այդ ձևի կերպարներին ավելի լավ է թող օրենքով պատժվեն ու 1-2 օրենքով պատժվելուց հետո էլ արդեն իրանք էլ տենց չեն այդ ձևի կերպարներ, նոր այդ ձևի կերպարներ չեն ծնվի։ Ես կարծում եմ ոչ թե դժվար չի, այլ շատ կարևոր է, որ հենց օրենքը կարգավորի դա, եւ ինչը չի արվել, բայց մենք առնվազն խոսք ենք տալիս, որ այդ առաջին քայլերից մեկը ֆիզիկական ներգործության կողմնակիցը չենք մենք։ Ուրեմն հիբրիդային պատերազմների մասին, Հայկ ջան, 140 միլիոն, եթե չեմ սխալվում, դոլար Ռուսաստանից ներդրվելու է Հայաստան փափուկ ուժի կիրառման համար, որը հիբրիդային պատերազմի մաս է կազմելու, ոնց է օգտագործվելու, ոնց է ծախսվելու այդ գումարները ըստ քեզ, տեսնում ենք հիմա ինչ է կատարվում, ասենք նորաստեղծ քաղաքական ուժերը, որոնք թիթեռնիկի կյանք են ունենալու, նորաստեղծ կուսակցությունները արդեն սկսել են այդ գումարները ծախսել, ըստ քեզ էլ ինչ կլինի ու արի մի հատ այս կարևոր կետին էլ էլի անդրադառնանք, ինչի համար է շեշտը դրված հանրապետություն կուսակցության վրա, ըստ ինձ անգամ իշխանություններից ավելի շատ շեշտ է դրված հանրապետություն կուսակցության վրա, ես դրա բացատրություն ունեմ, եթե ուզում ես ես ասեմ իմ կարծիքը, նոր դու ասա, խնդիր չկա։ Այսինքն իմ կարծիքով, տես իշխանություններին խփելը համեմատաբար ավելի բարդ process, ավելի դժվար մարսվող process է իշխանություններին խփելը, իշխանություններին փորձել վարկաբեկելը, իհարկե եթե տեղին չես անում, էլ եթե տեղին ես անում, մենք էլ ենք իշխանություններին քննադատում տեղին, բայց ոչ տեղին իշխանություններին քննադատելը համեմատաբար շատ ավելի բարդ process է, քան օրինակ հանրապետություն կուսակցությանը քննադատելը, այս ասում եմ պետության ղեկին,
պետության իշխանությունների մասին է խոսքը, ոչ թե քաղաքային իշխանության, այլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների, որովհետև քաղաքային իշխանությունների ձեռքին հասկանում ենք, որ ասենք քաղաքային իշխանությունները չտիրապետում քննչական մարմիններին, ուժային կառույցներին, ոչ մի այտենց կառույցներ չի տիրապետում, Հանրապետություն կուսակցությունը շատ ավելի հեշտ է խփելը, շատ ավելի հեշտ է զրպարտելը, ճիշտ է, մեր ժողովրդի գիտակից մասան նայելով այդ հիբրիդային պատերազմների գործիքների տեսանյութերը, պարզ հասկանում եմ, որ այս զրպարտանք է, բայց սենց մի հատ բան էլ կա էլ այդ մեդիայի մեջ, որ սկզբի սխալ տեղեկատվությունը շատ ավելի մեծ տարածում է գտնում, քան հերքում է տեղեկատվության, ու այս ձևով էլ փորձում են այս մարդիկ սենց կեղտ շպրտեն, ցեղ շպրտել Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչների վրա, բայց ես սրան մի դրական կողմն էլ եմ տեսնում, դրական կողմն է, որ վախենում են արդեն այս մարդիկ։ Ես վախերի մասով առնվազն ոչ միայն համաձայն եմ քո հետ, այլև մտածում եմ էլ ավելի մեծ բան կա տեղ, գիտես ինչ առումով, որ իմ կարծիքով այդ մարդիկ նաև տիրապետում են որոշակի հարցումների, կարելի է ասել, որոշակի տեղեկատվության եւ իրենք տեսնում են, որ Հանրապետություն կուսակցության վարկանիշը բարձրանում է եւ ինչ պետք է անել, քանի որ բարձրանում է, պետքա քո ասած ձևով վարկաբեկել։ Հիմա գամ նրան, թե ինչի են անում հենց Հանրապետություն կուսակցության դեմ, տես, որովհետեւ արդեն պարզ է, չէ, հիբրիդային հարձակում գործող երկիրը դա Ռուսաստանի Հանրապետությունն է, Դաշնությունն է, եւ դու նշեցիր, որ 140 միլիոն այդ մարդիկ, եթե չեմ սխալվում, ավել 140 միլիոն, մինիմում 140 միլիոն այդ հայտարարություն, ես 160 եմ անկեղծ ասած հիշում, այսինքն իրանք ներդրել են, անունը դրել են փափուկ ուժ, բայց մենք հասկանում ենք, չէ, որ իրանք այդ անունը հիբրիդային պատերազմ մղելու համար են տվել այդ փողը։ Հիմա տես, իշխանությունը այլ քաղաքականություն է վարում, ինքը բալանսավորման քաղաքականություն է վարում, այսինքն կոպիտ ասած, հա, քչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց պորտալները նաև չի կտրում Ռուսաստանը։ Դիվերսիֆիկացման կողմից։ Հիմա երբ որ խորհրդանում հայտնվում է իշխանությունը եւ հայտնվում է հիբրիդային պատերազմ մղող ընդդիմությունը, այստեղ իշխանությունը շատ կոպիտ ասած խաղալու տեղ չի ունենում։ Այսինքն ինքը պետքա շարունակի այդ քաղաքականությունը բալանսավորման մի քիչ ստեղ, մի քիչ այնտեղ։ Երբ որ խորհրդարանում լինում է ուժ, որը որ ավելին է պահանջում, ստեղ պարզա որ պիտի նաև հաշվի առնես, չէ, իշխանության մյուս մասի կարծիքը։ Եվ դրա համար է որ Հանրապետություն կուսակցության դեմ տարվում է, որովհետև մենք օրինակ ինչ ենք ասում ենք, որ այդ պորտալները Ռուսաստանի Դաշնությունից պետքա կտրել, որ երկու աթոռի վրա անհնար է նստել, որ օրինակ Ռուսաստանի օլիգարխ Սամվել Կարապետյանի կուսակցությունը չպետք է գրանցել։ Մենք շատ կոնկրետ մենք նաև արդար ենք այս հարցում։ Մենք հասկանում ենք, չէ, որ մեր ասածով նաև մեր դեմ գեներացնում ենք ինչ-որ բան, որ հարվածելու են մեզ, քննադատելու են մեզ, ինչի՞ չէ մեր էջերի վրա սկսելու են ֆեյքային հարձակումներ, որը որ եղել է։ Արի ընդունենք, որ այդ հիբրիդային պատերազմի այս ուժը ավելի սաստկացավ, երբ որ հենց այդ հայտարարությունը եղավ Հանրապետություն կուսակցության առաջի դեմքի կողմից։ Ես անկեղծ ասած հենց այնպես չեմ ասում այդ, որ Սամվել Կարապետյանի կուսակցությունը չպետք է գրանցվի, ու դրա տակ հիմնավորում կա, ինչի համար պետք է չգրանցվի, որտեղ Մոլդովայում շորին չգրանցեցին, շորի կուսակցությունը չգրանցեցին այն դեպքում, երբ որ շորը ոչ կուսակցության առաջի դեմքն էր, ոչ կուսակցությունը ինքն էր ստեղծել։ Շորի կուսակցությունը չգրանցեցին, որովհետև Ռուսաստանից փողերով էր ֆինանսավորվում այդ կուսակցությունը։ Ինքը ֆինանսավորում էր այդ կուսակցությունը։ Այդ նույն հիմնավորումը այս թիթեռնիկի կյանք ունեցող կուսակցության տակ դնելով կարելի է չգրանցել այս կուսակցությունը։ Գումարած այս կուսակցությունը ավելին է գնացել, օրինակ իրանք ավելի մեծ հիբրիդային պատերազմ են սկսել մղել։ Իրանք հայտարարում են, որ ոչ միայն Սամվել Կարապետյանն է ֆինանսավորում այդ կուսակցությունը, այլ օրինակ նաև Սամվել Կարապետյանը պատրաստվում է համադրության փոփոխությամբ հանդես գա, հասկանում ես, այսինքն իրանք նույնիսկ 2-3 քայլ առաջ են գնացել եւ շատ կոնկրետ մտել են այդ կռվի մեջ։ Բայց էլի գամ նրան, հա, չէ, էլի գամ նրան, թե ինչի համար։ Ժորժ ջան, երբեք Հանրապետություն կուսակցությունը, երբեք Արամ Սարգսյանը չի զբաղվել պոպուլիստական հայտարարություններ անելով, այսինքն այսօր պոպուլիստական չի ասել, որ Սամվել Կարապետյանի ուժը չպետք է գրանցվի, որովհետև դու պետք է հաշվի առնես, որ քո դեմ լինելու է հարձակումներ, ֆեյքային հարձակումներ,
օրինակ հրապարակ օրաթերթը, որին առաջարկել են փոխել ժամաթերթը գրել եւ օրինակ իրենց, չգիտեմ, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենց տարածք հատկացնեն հայտնի Տեցի կռուկ կոչվող հատվածում եւ օրինակ հրապարակ օրաթերթը տեղափոխվի այնտեղ լավ օֆիսներ դնեն, աշխատեն, բայց օրինակ հրապարակ օրաթերթը հասկանում ես խնդիրը որտեղ է, տես լավ օֆիսներ դնեն այդպես ասած։ օրինակ տես այնքան բան չկա ասելու, այսինքն չեն ասում օրինակ Արամ Սարգսյանը տնտեսական սխալ առաջարկ է ներկայացնում։ Կարան չէ՞ դες բան ասեն օրինակ ու Կարան ասեն 0 օգոստոսի 8-ի պայմանագրերին մենք դեմ ենք։ Դեմ ենք, մենք հակադրում ենք նոյեմբերի 9-ը։ հա, նոյեմբերի 9-ը ապացուցեն բան չեն գտել, այս մարտիկ նստել են, երևի չգիտեմ, այդ հիբրիդային էլեմենտներին բոլորին հավաքել են, ասել են ժողովուրդ ջան, մտել եկեք տենանք այս մարդը ինչ է ասում, նստել են, ասել են դե լավ, ինչ որ այդ պատվալներում կամ չգիտեմ որտեղ են իրանք անկեղծ ասած չգիտեմ, էլի, երբեք ինձ հարցազրույցի չանել կանչե, որ կանչանել չեմ գնա, բայց նստել մտածել են ու ծնել են բոլորով մի գաղափար, որ Արամ Սարգսյանը ներսում արևմտամետ է, դրսում, չէ, ներսում հակառուսա, դրսում ռուսամետ։ Լավ ժողովուրդ անլրջության մակարդակը գիտեք չի կարելի, տենց անլուրջ է դա էլի, ծիծաղելի էլ չի, բայց նաև շնորհակալ եմ, մեր ժողովուրդը շատ լավ տեսնում է ինչ եք ասում, հասկանում է դուք ովքեր եք, հասկանում է որտեղից պետք է ստանաք այդ պահանջները եւ ինչ պետք է անեք, բայց նաև միևնույն ժամանակ ուզում եմ մեր քաղաքացիներին խնդրեմ նաև ակտիվ լինեն, օրինակ մեր հաղորդումների տակ իրանց կարծիքը գրեն, լայքեն, որովհետեւ այդ հիբրիդային պատերազմային դիմակայելու մի ձև էլ է, որ այս հաղորդումները կամ արևմտյան դաշտում մնացած բոլոր հաղորդումները, որոնք լինում են, այստեղ չեմ առանձնացնում էլի, բայց առանձնացնում եմ օրինակ ռուսական եւ արևմտյան այս բանը բլոկները պետքա մաքսիմալ այդ խոսույթը ավելի շատ լինի այս թեվում, որովհետեւ հիբրիդային պատերազմին դիմակայելու միակ ձևը դա է։ Նարեկ Կարապետյանից քանի որ խոսեցիր մեր ձևով Ես Սամվելից խոսեցի, բայց Նարեկ Կարապետյանը Ես Սամվելից խոսելով Նարեկ Կարապետյանը Լինկստիկյան ասած հիշում ես երեք լրագրողները հարցնում են ինչ անցումային կառավարության վարչապետը ով է լինելու ու չէր պատասխանում այդ հարցին անցումային ինչ որ կառավարություն տերմին են հորինել անցումային կառավարություն այս Ռասիայի հետ են խառնել այս պետությունը իրանք էլ Իդինայա Ռասիայի հետ են խառնել։ Ես մտածեցի բանը կինո Ռասիայի բանը անցումի հետ նկատի ունես Ռասիայի անցումային Այս պետությունն է որ ինչ ուզես կարող իսկ անցումային կառավարություն կարա լինի գետնը անցումային կառավարություն չգիտեմ ինչ են որոշել ասենք անցումային կառավարություն ու չեն էլ ասում այդ անցումային կառավարության վարչապետը ով է լինելու կարող է այդ անցումային կառավարության վարչապետը вообще բոլորին գցի ու ինքը մնա վարչապետ դեմք ինչ որ բաներ են մտածել արի նոնսենս կա գիտես նոնսենս կա ուրեմն անընդհատ ասում են Ալիևի պահանջով այս իշխանությունը փորձում է փոխել սահմանադրությունը գեներացնում են խոսույթ մեկ էլ գալիս հասնում է մի հատ կետ ասում է որպեսզի Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ մենք պետք է փոխենք սահմանադրությունը իա լուրջ դերք հիմա ինչ ում պահանջով եք փոխում դուք սահմանադրությունը եկեք չեմ ազնիվ գտնվեք տղեկ ջան ու ասեք որ մենք եկել ենք Հայաստան որովհետև մեզ ուղարկել են Հայաստան ասել են կգնաք այնտեղ կփորձեք դառնաք վարչապետ կփորձեք դառնաք կառավարություն ու կգաք էլի կդառնաք մեր գաղութը ոնց որ եղել է տարիներ շարունակ ճիշտ է դե յուրե գաղութ չի եղել ձևակերպած չնայած ձեր դեպքում հնարավոր է որ դե յուրե էլ ձևակերպվի արդեն գաղութ ու եկեք ազնիվ գտնվեք մի ասեք եկել ենք եկեղեցին պաշտպանելու մի ասեք եկել ենք չգիտեմ Հայաստանը փրկելու որովհետև Հայաստանը փրկության կարիք հենց հիմա չունի Հայաստանը փրկության կարիք ուներ 2020 թվականին որ կարայք գործողություններով միջամտեիք բայց 2020 թվականի պատերազմի ժամանակ ոչ մի գործողությունով չմիջամտեցիք հիմա եկել եք ներքաղաքական ինչ-որ խնդիրներ, հա խնդիրներ կան Հայաստանում ներքաղաքական, ասենք եկեղեցի իշխանություններ լարված հարաբերություններ կան, բայց ձեր միջամտելու կարիքը ընդհանրապես չկա այդ հարաբերություններում, այդ մեր ներքաղաքական խնդիրներն է կհարթվեն կգնան, միջամտելու կարիք կար 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ որ հայ ձեռներեցների ինչ-որ ասոցիացիա կա, Տաշիր գրուպի Տաշիր գրուպն էլ այդ ասոցիացիայի մեջ է, Սամվել Կարապետյանը հայտարարություն էր տարածել, երբ որ ասում էր կողմերին զսպվածության կոչ եմ անում։
Ընկեր պետք չէ Բանակցությունների սեղանին վերադառնալու կոչեր արել։ բանակցությունների սեղանին վերադառնալու կոչ արեց, այդ ժամանակ էր պետք ինչ-որ գործնական միջամտություն։ Օրինակ ինձ հետաքրքիր է, որ Հիմա ընդհանրապես կարիքը չկա։ Կրկեսի շենքում իդեպ շատ բան է, որ տեղերը գտնում է Նարեկ Կարապետյանը, որտեղ պետք է մարդկանց հետ հանդիպել, ինքն էլ է հասկանում ինքը ինչով է զբաղված։ Ուրեմն Կրկեսի շենքում երիտասարդների էին հրավիրել հանդիպման, երեք ու տենց չհասկացանք այդ հանդիպումը եղել էր թե չէ։ Բայց ուզում եմ հասկանամ այդ հարցերի պատասխանները տվել է Նարեկ Կարապետյանը։ Այս իմ ասած հարցի անցումը։ Օրինակ չէ, օրինակ ասել է, որ այնտեղ այդ նստած երիտասարդների շատերի եղբայրները, ընկերները գնացել, կռվել են այդ պատերազմին, ոմանք հանուն հայրենիքի իրենց կյանքը տվել են, ոմանք վիրավորվել հետ են եկել, ոմանք առողջ են հետ եկել, հարցրել են կամ տվել է այդ հարցի պատասխանը, ասել է, որ գիտեք ինչ կա, այն մարդ ում ուզում ենք բերենք վարչապետ Ժորժ ջան, երբ որ պատերազմը երկու կողմերին կոչեր անում վերադառնալ բանակցությունների սեղան։ Հայկ ջան, չի տվել այդ հարցերի պատասխանները, բայց համաձայն ես, որ դա կենսական խնդիր է այս պահին, ինչի համար է նման բան ասել, որովհետև վաղը կարող է ուրիշ բան ասի։ Իհարկե պետք է այդ հարցերի պատասխանները տալ ու ընդհանրապես քաղաքական հայտ ներկայացնող յուրաքանչյուր ուժ պետք է հարցերի պատասխանները տա։ Ոչ թե խուսափի լրագրողն են հարցերի պատասխաններ տալուց, բայց հանուն արդարության ասեմ, Հայաստան դաշինքի առաջնորդի տղան տվել է հարցի պատասխան ու ասում էր հայրիկի ժամանակ ոչ մի կոպեկ չի մսխվել։ Լինսի հիմնադրամից ավելացրել էր, որտեղ լուրջ էլի, ասենք դու լուրջ ես, ասում ոչ մի կոպեկ չի մսխվել ու այն դեպքում երբ որ ասենք Քրքորյանի հայտնի նամակը կա Լինսի հիմնադրամից գրված, որ ասում էր Ռոբերտ դուքո ոչնչություն տեղով սենց արեցիր, ուրեմն հայտնի մսխեցիր, ինչ արեցիր, այս անլրժություն է, բայց մարդը պատասխան է տվել, արի գնահատենք, որ պատասխան է տվել։ Մի համեմատություն անեմ, այս ռուսական թևում գտնվող ընդդիմության եւ այն ինչ որ ասելու եմ, հայտնի պատմված կա կամ ֆիլմեր կա դրա վրա նկարահանված, որ թագավորը ասում է ով ավելի մեծ սուտ կասի, իմ թագավորության կեսը կտամ իրան։ Հիմա այս ռուսական դաշտի ընդդիմությունը ասում է ով ավելի մեծ սուտ կասի, Ռուսաստանը իրան կպաշտպանի։ Չգիտեմ, այն մեկը չի խոսում, որ իրանց վարչապետի տեխնացուն ինչ է երկու կողմերին բերել բանակցությունների սեղան։ Հեծխի էին այտենց վարի տվել, Կրկեսի շենքը ինչի չէին սարքում, ոնց որոշեցին սարքեին։ Այդ գործարանները որ փակվում էին իրանց պատճառով ինչի է դրա մասին չէին խոսում, հիմա եկել են գործան 300,000 աշխատատեղ են ստեղծելու մարդիկ։ Հիմա այս մյուս ըստ երևույթին, չգիտեմ, տեխնացուի տղան եւ ինքը տեխնացու է լինելու։ Եկել ավելի մեծ սուտ ասում է հորից ժամանակ ոչ մի կոպեկ չի մսխվել Լինսի հիմնադրամից շատ զգույշ արտահայտություն է անում, ինքը լավ հասկանում է, որ մնացած հիմնադրամներից կամ պետական բյուջեից կամ շատ այլ տեղերից էլ է մսխվել։ Չէ, բայց շատ այլ տեղերից փաստորեն մսխվել է, դրա հետ չի կարա ինքը համաձայն չլինի։ Այս աբսուրդը, բայց մի կողմից այնտեղ մարդը ով նախագահ է եղել եւ պատրաստվում է նորից առաջադրվել, չգիտեմ 21 թվականին իր հայտնի կռելու հետ կապված թեզից հետո թե խիարելի առաջադրվում, չգիտեմ, գուցե ճիշտ կլինի իր տղային առաջադրեր, բայց նախանձը ես երևույթին իմ կարծիքով ես էլ ասեմ, որ դատի չտան, իմ կարծիքով Ռոբերտ Քոչյանը այնքան նախանձ մարդ է, ինքը նույնիսկ իր տղային չի կամենում էլի, որ առաջադրվի, ասում է ես պետք է առաջադրվեմ, այս մյուսին քննարկելու բան չկա, մյուսին պետք է թույլ չտալ մասնակցել ընտրություններին։ Ժորժ ջան, կհարցակվեք մեր էջերի վրա, մենք ասում ենք, որ ձեզ կհնչ պետք է գրանցի, որովհետև դուք դրսից ֆինանսավորվող Ռուսաստանից ֆինանսավորվող ուժ եք։ Այնպես չէ, այն մյուս երկու բլոկերը դրսից ֆինանսավորվող ուժեր չեն, բայց այս մեկը շատ ակնհայտ է, այս նորաստեղծ այս Թիթեռնիկի կյանք ունեցող կուսակցությունը։ Այն մյուսում արդեն երրորդ անգամ ասեցի Թիթեռնիկի կյանք, որովհետև վստահ եմ, որ այդ կուսակցությունը Թիթեռնիկի կյանք է։ Այն մյուսում ընտրություններից հետո այդ կուսակցությունը չի լինի։ Չէ, գուցե միջև ընտրությունը չհասնի։ Այն մյուսի մասին, մյուս բլոկի մասին, որ ասեցիր, այնտեղ ընդհանրապես չգիտենք։ Հիմա այնտեղ հայտնվել է նոյ նահապետ եւ հիմա փորձում է կենթանիների հավաք իր շուրջ։ Հիմա օրինակ կենթանիներից բայց արի անկեղծորեն ասենք, որ առաջի կենթանուն գտել է։ Այդ շատ տիպիկ է գտել։ Ուղղակի բան է, այդ առաջի կենթանին կարող է նոյ ագրավի պայտակ գնա Դոնբաս մի հատ գա։ Չէ, նոյ ագրավի օրը կընկնի էլի, ըստ երևույթին ինչ որ ջրհեղեղի ժամանակ կուղարկեն
Դոնբաս։ ինֆորմացիայի եւ գուցե եւ չվերադառնա այդ ինֆորմացիայից, բայց ամեն դեպքում հետաքրքիր է ուրիշ ինչ կենթանիներ կարող են այս կոնցենտրացիայի մեջ մտնել։ Ամեն դեպքում այս պատմությունը անկեղծ ասեմ, իմ անձնական բանն է վերաբերմունքն է, այս պատմությունը ինձ հետաքրքիր է հələ որ ես շատ հետաքրքիր հետևում եմ, ինձ հետաքրքիր է այս պատմությունը, վերջում ուզում եմ հասկանալ վերջում այդ նավը, որ հիմա սարքել են, որտեղ է բան լինելու էլի, Արարատի գագաթին իջնելու է, այս կողմից ոնց են Թուրքիայի սահմանն էլ թարսի պես կարող է միշտ ընտրություն չբացվի, ինչ են անելու, իջնելու են սպասեն մինչև սահմանը բացեն, այն կողմից են իջնելու, դες մի խոսքով ինչ-որ խառը բան է, որ ինձ հետաքրքիր է ամեն դեպքում։ Ըստ դրական է նա որ առաջի կենթանում գտել է այդ նոյը։ Հայ ջան, ես մի բան եմ ուզում հիշեցնեմ, կներես որ ընդհատեցի, բայց շատ կարևոր մի հատ էլ բան կա։ Ուրեմն երբ որ Քոչարյան տղան ասել է չի մսխվել Իլիաս Իմրանյանից, շատ տիպիկ մի հատ օրինակ եմ ուզում բերեմ։ Ինչա Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, կառավարման վերջին օրերին հայկական երկաթուղին հանձնվել Հարավկովկասյան երկաթուղու կոնստիտուցիոն կառավարմանը։ Ես այս անդադ մտածում եի, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսամետ դիրքորոշում է ունեցել, այդ շարունակություն ա եղել գույք պարկի դիմաց օպերացիային, որ եւս ինչ որ բան ա պետք տալ իր ընկերներին եւ տվել է։ Այսօր երբ որ միասին գալիս էինք ճանապարհին, գտա այդ հարցի պատասխանը, գիտես ինչի ա տվել։ Որտեւ Ռուսաստանը միշտ ուզեցել է Հայաստանը մնա փակ երկիր։ Հայկական երկաթուղիները, եթե փակ չի Հայաստանը, հայկական երկաթուղիները կարող է լինի Իրան-Հայաստան երկաթուղի, Հայաստան-Վրաստան երկաթուղի, Հայաստան-Թուրքիա երկաթուղի, Հայաստան-Ադրբեջան, ինչի՞ չէ։ Որ պարագայում պիտի հայկական երկաթուղին փակուղի լիներ, այսինքն միայն Հայաստանը սպասարկեր կամ դա էլ չաներ։ Դա այն պարագան էր, եթե դա դրա կառավարումը լինում էր Ռուսաստանին, այսինքն Ռուսաստանը հայկական երկաթուղին վերցրել է մի բանի համար, որ այդ ճանապարհները ոչ միտեղ չտանեն։ Հիմա ռուսները սկսել են ակտիվանալ, թե բա էս կանենք, լուրջ։ Ես հենց այդ թեմային եմ ուզում գայի, բայց քիչ ուրիշ ձև գամ էլ այդ թեմային, քանի որ նախընտրական շրջան է, ասենց հարցեր տալով գամ այդ թեմային։ Նաև պատասխաններ գտնելով։ Հա, հարցեր տամ, դու պատասխանները կտաս, եթե կիսատ կլինի, ես էլ փորձեմ լրացնեմ։ Նայ, քանի որ նախընտրական շրջան է ու ամեն ինչ շատ պարզ է, էլի, կամ կընտրվեն իշխանություն կլինեն արևմտամետներ, կամ կլինեն բալանսավորողներ, կամ կլինեն ռուսամետներ։ Ուստեղ կոալիցիոն կառավարման ձևը հնարավոր է մենակ արևմտամետների ու բալանսավորողների մեջ, որտեղ ճիշտ է քաղաքական հայացքների առումով բալանսավորողների հայացքները նույն չափ են կիսում արևմտամետներին ու ռուսամետներին, այսինքն իրանք բալանսավորող են, համ ռուսամետների հետ կարան նույն չափ քաղաքական հայացքներ կիսեն, համ արևմտամետների, բայց միջանձնային հարաբերությունների առումով ստեղ ատելություն կա բալանսավորողների ու ռուսամետների մեջ։ Կոալիցիոն կառավարում հնարավոր է մենակ արևմտամետների ու բալանսավորողների մեջ։ Ու քանի որ գնաց երկաթուղիներից խոսքը, տես երկաթուղիները պետք է հանձնվեն կոնսորցիումային կառավարման։ Ըստ քեզ ում կհանձնվի երկաթուղիները կառավարման, կամ Ռուսաստանին, կամ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող ինչ-որ պետության, ոնց որ ասեց Նիկոլ Փաշինյանը, կամ ԱՄՆ-ին, կամ եվրոպական ինչ-որ պետության։ Ստեղ Ռուսաստանին կառաջարկեն բնականաբար ռուսամետները, Նիկոլ Փաշինյանը իր առաջարկը արել է, Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող ինչ-որ պետության, արևմտամետներ ասելով բնականաբար նկատի ունեմ Հանրապետություն կուսակցությունը, որտեղ բոլորի համար էլ պարզ է, որ արևմտամետ դաշտում, արևմտամետ դիրքավորված քաղաքական ուժ են, ու այդ մեծ բառի մեջ խնդրում եմ վատ իմաստ չգտնել, էլի, որովհետև նախ առաջինը բոլորը հայամետ են, ու ես հույս ունեմ են ռուսամետներն էլ են առաջինը հայամետ, բայց արևմուտքի հետ հարաբերությունները ավելի սերտացնելու դաշտում դիրքավորված քաղաքական ուժերից համար մեկը Հանրապետություն կուսակցությունն է, ու Հանրապետություն կուսակցությունն էլ առաջարկում է ԱՄՆ-ին հանձնել կոնսորցիումային կառավարման երկաթուղիները։ Հիմա հարց, պետք է
ընտրողը, ժողովուրդը պետքա կողմնորոշվի։ Ով կուզի կառավարի մեր երկաթուղիները։ Որ պետությունը, ես հասարակ քաղաքացի եմ, գնում եմ ընտրության, որ պետությունը կուզեմ կառավարի իմ երկաթուղիները։ ԱՄՆ-ն, Ղազախստանը, թե Ռուսաստանը։ Ես որպես քեզ հարցին պատասխանես ու այդ հարցին պատասխանելով այդ ընտրողը պետքա գնա ընտրություն կատարի, որ քաղաքական ուժին է ընտրում։ Ոչ թե հենց այս հարցից բխեցնելով իր ընտրությունը, այլ այս հարցից, տնտեսական առաջարկներից, պաշտպանական առաջարկներից, բոլոր առաջարկները իրար հետ միքսելով հասկանա, որ քաղաքական ուժի առաջարկն է ավելի լավը ու ըստ դրա գնա ընտրության։ էլի sense ես էլ մասերով գամ։ Իմ կարծիքով առաջին հատվածում Հայաստանի Հանրապետությունը պիտի երկաթուղու կառավարումը վերցնի իր ձեռքը։ Դրանից հետո ասացինք, որ կոնսորցիումային կառավարումը լինելու։ Ես քո հարցին որպես քեզ նաև ընտրող մի ուղղորդում եմ ուզում տամ։ Կա կնքված TRIP ուղին, որը միջին միջանցքի մասը, որտեղ երկաթուղիները շատ էական, եթե չասեմ առաջնային դեր ունեն։ Հիմա ըստ քեզ TRIP-ը կնքված է Հայաստանի եւ Ամերիկայի միջև միջին միջանցքը անցնելու է Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Եվրոպա, Միջին Ասիա, այս շրջանակն է ներգրավելու։ Հիմա ըստ քեզ որպես ընտրողի այդ կառավարումը ում հետ պետքա լինի, որպեսզի ավելի դյուրին լինի, այդ ճանապարհային խնդիր չլինի, էֆեկտիվ լինի եւ նաեւ երրորդ կողմ չլինի։ Հիմա այդ ռուսամետները ովքեր կամ բալանսավորողները, լավ, ովքեր նման արգումենտ են բերում, ես էլ ուրիշ արգումենտ եմ բերում իրենց։ Այդ ինչ եք ասում, որ այդ պայմանագրի մեջ Ամերիկան երրորդ կողմ որպես հայ-ադրբեջանական խաղաղության մեջ երրորդ կողմը ներգրաված դա այդքան էլ լավ չի, որովհետև երրորդ կողմը չպիտի բան լինի, պիտի ստորագրի տակը ոչ թե որպես վկա չէ, որպես այլ։ Բայց ստեղ ասում եք երրորդ կողմը կարա օգուտ տա։ Այդ ո՞նց է լինում, որ բայց այստեղ էլ երկկողմա լինի, բա դուք դեմ եք հայ-ամերիկյան կառավարմանը։ Եթե դեմ եք, ես առաջարկում եմ նաև դուք էլ արդար լինեք։ Եկեք դուք ասեք Ժորժ ջան, երկաթուղին, այն 40 կմ/ժ գնացող, հազիվ մի կերպ գնացող երկաթուղին։ Մոսկվիչ է, էլի, ասենք եթե գնացքները տենց բաժանված լինեն օրինակ մարկաների, բանը այս մեր ունեցած գնացքը կլիներ Մոսկվիչ կամ Զապ։ Չէ, Մոսկվիչ, Զապ չէ։ Լավ համեմատություններ, բայց նաև ես ասում եմ եկեք արդար լինենք բոլորս, եթե դուք մտածում եք հայ-ամերիկյանը վատ է, մենք մտածում ենք լավ է եւ մենք դա ենք առաջարկելու։ Դուք էլ եկեք ուղիղ առաջարկեք ժողովրդին, ասեք հայ ռուսական պիտի մնա։ Ոնց եղել է, այդպես էլ պիտի մնա։ Ընդհակառակը հայ-ռուսականի պարագայում էլ ավելի է վատանալու, ոնց որ ասում էր երրորդ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հարց տվեցին, ասեցին ոնց է լինելու, ասեց էլ ավելի վատ է լինելու, այս մարդը ավելի անկեղծ է։ Հիմա եկեք դուք էլ անկեղծ եղեք, ժողովուրդ ջան։ Մենք էլ ասում ենք չկա այլ ելք։ TRIP-ի շրջանակներում պետք է հայ ամերիկյան կառավարումը ոչ թե էլ ավելի վատ լինի, այլ էլ ավելի լավ լինի, պետք է TRIP-ով շարունակենք, պետք է TRIP-ի վրա հենվենք, այսինքն այստեղ կներես, պետք է թույլ տանք, որ ԱՄՆ-ն մեր վրա հենվի։ Հիմա sense տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է, որ հենց լինի ԱՄՆ-ին թույլ չտանք մեր վրա հենվի։ Պետք է բացել այդ դռները, ժողովուրդ ջան։ Ես քեզ ուզում եմ հիշեցնել ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտարարությունը, երբ որ ասաց, որ տարածաշրջանում Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնասյունն է։ Ես կարծում եմ իր արտահայտությունով նաև պետք է փակել երկաթուղու կառավարման հարցը։ Ուրեմն երկաթուղու կառավարման հարցից ու քանի որ ստեղ գնաց գործընկերների հետ հարաբերություններից խոսակցություն, այդ պատմություն պատմեմ թե չէ։ Հա, պատմի անպայման։ Ուրեմն շունը ընկնում է գայլերի շրջապատ, գայլերը որոշում են ուտեն շանը, շունը ասում է, չէ, ինձ մի կերեք, էլի ես ձեզ որսի տեղը կտանեմ, ցույց կտամ, գառների տեղը ցույց կտամ, արահետները ցույց կտամ, ու գայլերը համաձայնում են, ասում են, դե լավ, արի, ուրեմն տենց անենք։ Մի 2 տարի է շունը գայլերին տեղերը ցույց է տալի, այդ մեն իրանց համար լավ ուտում են, բան։ Մեկ էլ գալիս է ձմեռը, որս չկա, գայլերը բռնում շանը ուտում են։ Ուտում են, բայց քանի որ տենց 2 տարի հետը շփվել էին, բան, թաղում են շանը, ուզում են ինչ-որ բան գրեն, տենց հուշ շան մասին։ Ասում են ինչ գրենք վրան, գրենք ընկերներից,
ախր մենք ընկեր չենք եղել, էլի կերանք էս շանը։ Գրենք թշնամիներից, թշնամի էլ չենք եղել, իրար հետ որս ենք արել։ Գրում ենք գործընկերներից։ Հիմա այս մեր գործընկերը արդեն ուզում է մեզ ուտի, Ժորժ ջան, այս բան օլիգարխներին ուղարկել է, որ մեզ ուտեն։ Ստե կար օլիգարխ, մեկին էլ ուղարկել է, դե մեկն էլ շուտվանից հայտնի ուտող կար, տենց նախագահ էլ ա եղել, այս բոլորը իրար հետ արդեն ուզում են մեզ ուտեն։ Եկեք այս մեր գործընկերոջից փոխվենք, գնանք մի հատ այնպես գործընկերոջ հետ, որ մեզ չի ուտելու, ու այստեղ ինչ-որ պետության քարոզ չի էլ, այստեղ Հայաստանի Հանրապետության շահի քարոզն է։ Եկեք գնանք այնպես գործընկերոջ հետ, որի հետ որ հիմա մենք կարանք որս անենք, ու երբ որ ասենք որս չլինի էլ, այդ ընկերոջ հետ պետք չի մնալ, եկեք ուղղակի գտնենք, որ պետության հետ է մեր շահերը համընկնում, այդ պետության հետ շարժվենք առաջ, զարգանանք, նորմալ տնտեսություն կառուցենք, ոչ թե տնտեսություն կառուցենք, ասես մի անգամից թռնեմ մի հատ ուրիշ թեմա, էլի, ոչ թե տնտեսություն կառուցենք, այնց որ top 1000 հարկատուների մեջ առաջի հորիզոնականը կլինի հեռախոս ներմուծող, արտահանող ընկերություն, այլ տնտեսություն կառուցենք, որ top 1000 հարկատուներից ասենք 800-ը կլինեն արտադրություններ, 500-ը կլինեն արտադրություններ գոնե։ Գոնե բանկեր չեն լինի։ Հա, էլի ինչի համար տենց տնտեսություն կառուցենք, որ ես իհարկե շատ ուրախ եմ, որ թոշակառուների թոշակները բարձացել է ու որոշ կերպարների նման չեմ ասի, մենք ստիպեցինք որ թոշակը բարձացնեն, շատ ուրախ եմ որ բարձացել, բայց այս սրա մի քիչ ֆինանսական համակարգում որպես խորացած մարդ մի քիչ ուսումնասիրած մեր տնտեսությունը, իմ կարծիքով sense վաբանկ գնալ էր ընտրություններից առաջ այս թոշակները բարձրացնելը զուտ կոպիտ ասեմ, լավ քվեի համար թոշակ բարձրացնել էր, որովհետև այս կառուցած տնտեսությունը յուրաքանչյուր բայ կարա փլվի, երբ որ Ուկրաինայում պատերազմը վերջանա, յուրաքանչյուր բայ կարա այս մեր այսօրվա տնտեսությունը փլվի։ Եկեք լավ տնտեսություն կառուցենք, որ թոշակները ստիպված չլինենք մի կերպ ընտրություններից առաջ բարձրացնելու։ Եկեք այնպես տնտեսություն կառուցենք, որ անընդհատ թոշակները բարձրացնենք, որովհետև ի գիտություն մեր այսօրվա կառավարության փողը ինֆլյացիայի է ենթարկվում։ Ու երբ որ դուք 8 տարի առաջ խոսնում եք տալի, որ պետքա թոշակները բարձրացնեք 10000 դրամ, 8 տարի հետո պետքա թոշակները բարձրացնեք 20000 դրամ, որովհետև փողը ինֆլյացիայի է ենթարկվել։ Փողը տենց հատկություն ունի, ժողովուրդ ջան, ու ստե չեմ կարա չասեմ, դրա համար բիթքոին կուտակեք պետական պահոստներում, որ ինֆլյացիայի չենթարկվի։ Լուսահոգի Գալուս Սահակյանը կասեր երեխաները պարտավոր են մեծանալ, ես կասացի վրա։ Քանի որ խոսեցիք, ես նաև ողջունում եմ կայո, մենք այդ թոշակների բարձրացնելը, բայց մենք առաջարկում ենք մի մոդել, տնտեսության մի մոդել, որտեղ ոչ թե թոշակը պետքա 10000 դրամով բարձրանա, այլ դրանից 5-6 անգամ ավել պետքա բարձրանա, թոշակառուները պետքա այնպիսի կյանքով ապրի, որ չմտածի իր թորան հետ տեղ գնա թե չէ, էլի։ Ու անընդհատ պետքա բարձրանա։ Ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ անընդհատ։ Չէ, ընտրությունը դրա, այսինքն նույնիսկ չպետքա կապ ունենա թե ով է կառավարում։ Այդ թոշակառուի աշխատավարձը պիտի այնպես բարձրանա ու այն կարգի բարձրանա, որ ասում եմ ինքը չմտածի իր թորան ձեռքը բռնած գնա այս ինչ տեղը թե չգնա, ինքը պետքա որոշումը ունենա, որ պիտի գնա այդ ինչ տեղը, պիտի իր թորներին շատ լավ պահի այդ թոշակառուն։ Հիմա քանի որ խոսացինք այդ կոնսորցիումային կառավարումից, ուրեմն Վիոլա ջուրը հայտարարություն էր արել, որ մայիս ամսից գիշերային ժամերին Երևան ջուրը պետք է անջատվի։ Եվ վերջ։ Ինչպես ասում են, եւ վերջ։ Լավ են, չէ՞, բայց մտածել լավա չեն ասել, օրինակ սրանից հետո շաբաթ կիրակի օրերին ջուր չխմեք։ Ուրեմն ես միտում եմ տեսնում այս հայտարարության մեջ։ Սա առաջի դեպքը չի էլի եղել, որ օրինակ, չգիտեմ, հաստատ դու բոլորս գիտենք էլի, մեր հերոստատիտողները որ նայում են գիտեն էլի, որ սուտ չեն կարող ասենք։ Եղել է, որ մեր ջրերը կտրել են։ Դրանից առաջ ոչ մի հայտարարություն չեն արել, որ ջուրը պետքա կտրվի։
Հիմա հանկարծակ իրանք որոշել են, որ Կամ մի օր առաջ են արել հայտարարություն, ջուրը կտրել է, պետքա հայտարարություն արվի եւ բացատրություն չտրվի։ Եվ որպես այդ քննադատությունը այնպես չլինի, որ ես քննադատում եմ վիոլա ջրին եւ վերջ, չէ, Ժորժ այս երկրում միակ բանը, որ շատ կա, մեզ շատ հերիք է, նույնիսկ մենք պետքա օգտվենք դրանից եւ դա վաճառենք, որովհետեւ դա մեր նավթն է, կոպիտ ասած, դա ջուրն է։ Ես համոզված եմ, որ վիոլա ջուրը ուղղակի լավ չի կառավարում ջրային ռեսուրսները եւ դրա համար չի կարողանում հասցնել այն մասշտաբներին, որը որ պետքա հասնի։ Բա ինչի պետության կողմից կառավարիչ չեն նշանակում վիոլա ջրի վրա, ոնց հեծի վրա նշանակեցի։ Չգիտեմ, բայց օրինակ ես կարամ քեզ դրա լուծումը ասեմ, եթե դու կուզես։ Համոզված եմ, որ նաեւ դու գիտես, ժողովրդին ասենք նաեւ հանրապետություն կուսակցության իշխանության մաս լինելու պարագայում կամ իշխանություն լինելու պարագայում ստեղծվելու է գյուղատնտեսության եւ ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն եւ այլևս պետությունն է զբաղվելու մեր ջրային ռեսուրսներով, իսկ մեր ջրային ռեսուրսները դրանք պետությանն են, դրանք մեր ժողովրդինն են։ Եվ այդ կառավարումը համոզված եմ պետություն եւ կգանք ասեն պետությունը վատ կառավարիչ է, ես համոզված եմ ջրային ռեսուրսների վրա հանրապետություն կուսակցությունը հակառակն է համոզելու բոլորին, որ պետությունը շատ լավ կառավարիչ է։ Մինչև հանրապետություն կուսակցության իշխանության լինելն էլ ներկա իշխանությունն ես օրինակ անձամբ խորհուրդ եմ, որ ջրային ռեսուրսները վերցրեք պետական կառավարման տակ, տարեք կառավարիչ նշանակեք վիոլա ջրի վրա, ոնց հեծի վրա կառավարիչ նշանակեցիք, որովհետև ստեղ արդեն ինչ-որ խտրականության տարեր եմ նկատում, հեծի վրա, ինչի համար կառավարիչ նշանակեցիք, երբ որ հեծը վատ է կառավարում, հիմա վիոլա ջուրը նույնպես լավ չի կառավարում մեր ջրային ռեսուրսները, տարեք վիոլա ջրի վրա էլ պետության կողմից կառավարիչ նշանակեք, Ռոմանոս Պետրոսյանի արած աշխատանքը սենց առաջին հայացքից իմ դուրը գալիս է անկեղծ ասած, նա տիրա նման կադր գտեք, տարեք նշանակեք վիոլա ջրի վրա կառավարիչ։ Ամենայն դեպս մենք դրա լուծումը ունենք, մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Բայց այդ լինելու է ժամանակավոր, որտեղ մենք ընդհանրապես վերցնելու ենք պետության կառավարման դա լինելու է, մենք դրա լուծումը ունենք, դա լինելու է ժամանակավոր, եւ քանի որ մեր ժամանակն էլ արդեն վերջանում է եւ ավարտում ենք, անցած հաղորդման ժամանակ մեր դիտողները խնդրել էին, որ մի քանի թեմաներից խոսենք, ուրեմն նկատած կլինես, երբ որ խանութից ապրանք ես գնում, օրինակ ջուր ես գնում, ես իր կափարիչի վրա բան կա, QR կոդ կա խմած։ Մեր ժողովուրդը բողոքում են, ասում են, օրինակ չգիտեմ, գնում ենք բլոկով սոկ ենք գնում, հատ պետքա բոլորը, ինչ ապրանք ուզում ես գնի, բոլորը, ասենք նույն ապրանքից մի քանի հատ ես գնում, պետքա բոլորը հատ այդ QR կոդով անցկացնել եւ դա խնդիր է ստեղծում թե սպասարկողի համար եւ խնդիր է ստեղծում թե գնորդի համար։ Ամեն ավելորդ ծախս է ինքը։ Հիմա այս չգիտեմ, ես ում մտքով է անցել, եկեք մի հատ հասկանանք, ով է ծնել այս գաղափարը, հարգելի կառավարություն։ Ով այս գաղափարի հեղինակը, ինչ է ինքը դրանով, ինչ ավելացված արժեք է ստեղծել այս պետության համար, ուզում եմ հասկանամ։ Ոչ մի օգուտ չկա դրանից, նախ առաջինը վնասը ասեմ, որ ժամանակին 3.5 դրամ էր մի հատ QR կոդ գցնելը, հիմա սարքել են 2.5 դրամ է հունվարի 1-ից, բայց բացի այդ ֆինանսական բեռը, նաև ծանրաբեռնվածությունը, որտեղ աբսուրդի ժանրից է, էլի տես հիվանդանոցում աշխատող ընկեր ունեմ, որ ասում է պահեստից դեղ դուրս գրելուց պահեստապետը յուրաքանչյուր ամպուլի համար առանձին sense ճտոց է գալիս, չէ՞, սուպերմարկետում այդ նույնն դեղը դրա։ Ճտացնելով պետքա յուրաքանչյուր ամպուլ դեղը ճտացնելով պետքա պահեստից դուրս գրի։ Աբսուրդ է ուղղակի, ընդհանրապես ոչ մի բացատրություն չկա սրանց, sense փորձել են բացատրություն դնեն տակը, ոչ լոգիկա դնեն տակը, ասելով որ ավելորդ ոչ օրինական այստեղ տեղում արտադրվող ապրանքները, երբ որ ոչ օրինական ձևով արտադրվել են ավել խմբականակով, այսինքն արտադրող օրինակ ասելա 500 հատ եմ արտադրում ես ապրանքից ու անլեգալ ձևով 1000 հատ արտադրել, այդ QR կոդերը պետք է ունենա, եթե չունեցավ կպցրած վրան, ուրեմն բանա, այդ
անօրինականները կբացահայտվի, բայց այն ժամանակ հոլոգրաֆիկ sense նշան կար կպցնում էին, այդ նույն ձև կարան այդ հոլոգրաֆիկ նշանով շարունակեն աշխատելը, իսկ դրոշմանիշ էր էլի կպնում այն ժամանակ։ Դրոշմանիշ էր, իսկ ներմուծվող ապրանքների դեպքում ընդհանրապես իմաստ չունի, որովհետև ներմուծվող ապրանքը ինչ որ ընկերության հաշվեկշռի վրա նստում է, մաքսային անցնում, հետո այդ ընկերությունից օրինակ դուրս գնում է խանութներ վաճառվելու, ինչ որ ժամանակ երբ որոշի պեկը ստուգումներ անցկացնի, կարող է այդ ընկերության պահեստ, ընդամենը հաշվի տեն այս ապրանքից քանի հատ կա պահեստում, տենա քանի հատ է մտել, քանի հատ է դուրս եկել ու համեմատություն անի, տենա որ խաբեություն կա, թե չկա, խաբեություն անելու ընդհանրապես տարբերակ չկա, այս ինչ որ մտածածին, ինչ որ բանա բարթացնելու մարդկանց աշխատանքը, դե sense որ մի քիչ ավելի անկեղծ լինեմ, ոչ թե բարթացնելու համար աշխատանքը, այլ ինչ որ մեկի համար, ինչ որ մտածած ծրագիր է, որ այս մարդն էլ թող իր գործ ունենա, մի երկու կոպեկ աշխատի։ Բայց սա խնդիր է։ Ենթադրում եմ, որ տենց է, ասեմ, որ ենթադրում եմ այդ։ Սա խնդիր է, ես ուզում եմ էկոնոմիկայի նախարարությունն է, Պեկնաով, չգիտեմ էլի սրանով ով զբաղվել։ Պարոն վարչապետ, դիմում եմ ձեզ նաև։ Դուք բողոքներ չեք ստանում այս հարցերով, այս ինչ է կարը։ Այդ քո ասած QR կոդերը այնքան հեշտ են փոխվում այդ։ Օրինակ ջրի շիշ գնենք կամ գնանք հիմա իրար այդ խանութ, գիտես ինչ հեշտ է փոխվում, այսինքն փոքենք մարդկանց գլխին։ Եթե ինչ-որ մեկը գա ու փոքի, փաստորեն գնալու է տուգանի հարկայինը, հա, այդ։ Հա, ինչ որ տենց մանևրի դաշտ են թողել հարկայինի համար, որ ասենց եկեք լուրջ բաներով զբաղվենք։ Թեմա չլինի, մտնեն տուգանեն, դուրս գան ու այստեղ այս պարագայում էլի Նարեկ Կարապետյանը սխալվեց։ Նարեկ Կարապետյանը ասում էր, որ ՊԵԿ-ը ամենալավ աշխատող կառույցն է Հայաստանում, չէ, ՊԵԿ-ը այդքան էլ լավ չի աշխատում։ Գոնե դες QR կոդերը հանեն շրջանը։ Անդադ չեմ ուզում իրանց անդրադառնանք, բայց անդադ հիշեցնում ես ինչ եղավ այս Վիոլայի կառավարությունն էլ, կամ ուզում եմ հասկամ հարգելի կառավարություն, այդ ինչ էիք անում։ Գնացել Վիոլային համոզում եք, որ ջուրը չկտրի։ Այդ Վիոլան չէր եկել ձեզ ասել, որ ջուրը, այսինքն Վիոլան այդ ինչ է այս պետությունում, անկախ պետությունն է, ինչ է, ինչ որ բաներ արել, դուք էլ գնացել համոզում եք, հա, իրան։ Չի լինելու տեն, Ժորժ ջան, այդ ջրային ռեսուրսները վերցվելու են պետական կառավարման։ Բայց ուրիշ բան է հիշել ու ժղայնացա էլի դրա վրա։ Ուրեմն ինչ եղավ այս թոշակները, չգիտեմ, ջուրը, մյուսը, ինչ եղավ, ասեցին, մենք էինք ասել։ Այ Ժորժ ջան, դուք ուրիշների ծրագիրը գողանում եք, ասում եք, մի հատ էլ ասում եք, մենք տեսել եք, որ դուրս գանք, ասենք մենք էինք ասել։ Չգողանաք մեր ծրագրերը։ Չի կարելի, չգողանանք մեր ծրագրերը։ Այդ բանը հայտնի ֆիլմերը մի հիշացրեք, հիշում ես օպերացիա Շուրիկ կար։ Այն ցեմենտի զավոդի է։ Հիմա այն Նարեկ ջան լավ էլի։ Վերջացան մեր թեմաները։ Եկեք արի խնդրենք մեր դիտողներին, որ հետաքրքրող թեմաները ինչ կուզեմ փոխեն այս պետությունում ընդհանրապես, որովհետև այս QR կոդերի թեման միշտ իմ մտքում կար, բայց չէի մտածում, որ այսքան մարդու կհետաքրքրի, շատ էին գրել այդ QR կոդերի մասով։ Գրեք մեզ, մենք կանդրադառնանք այդ թեմաներին, կփորձենք լուծումներ գտնել, այդ լուծումները կներկայացնենք ձեր դատին, դուք էլ կորոշեք այդ լուծումները առաջարկող քաղաքական ուժին կվետակ թե չտակ։ Շնորհակալություն մեր հետ լինելու համար, ձեր հետ The Point-ներ։